պատասխան տալու իմ ժամանակն էլ եկավ։ Ահա որա։ Вообще։ Չէ, հələ չեմ սկսել որտեվ պատասխանել։ Ինչ պետք է ասեի։ Ներեք բոլոր հյուրերը շատ ված ֆորմատ է։ Անտիր, գնացինք։ Այսօր պատասխան է տալու Անժելա Էլիբեկովան։ Ինչու նորմալ մասնագիտություն ունեցող եւ լեզու իմացող մարդը չպետք է արտագաղթի Հայաստանից։ Քո հայրենիքում դու միշտ ավելի պետք ես։ Քո կոմենտներում կարդացած 3 ամենահետաքրքիր հայհոյան կանեցքը կամ կոմպլիմենտ գովասանքը։ Բայղուշ։ Երբ է գալու Իլյուշի պատասխան տալու ժամանակը։ Եթե ներքին տենց ինչ որ հեղափոխության տարբերակներ լինեն, հուսով եմ ավելի շուտ։ Թե չէ Ադբեկյանի ասած, դի սպասենք հանկարծամահրնի։ Որն է ձեր ամենաանպատասխանատու քայլը կյանքում։ 6 տարեկանում չոլկ ասեի քոքից կտրել։ Մամեդյարով թե Բայրամով, ում հետ կբանավիճեիր։ Մամիդյարով։ Մեհրիբան թե Աննա Հակոբյան։ Ուй։ Ոչնա։ Եթե ապագան գույն ունենար, ապա ինչ գույնով էր այն ներկվելու։ Մեր դրոշի երագույնը։ Ինչ է նշանակում զիթովե մալ խորշոմիս։ Չգիտե։ Իսկ դու գիտես։ Իսկ շուրը գիտի։ Եթե ադրբեջանագետ չլիներ, ապա ինչ կուզեիր լինել։ Հոկեբան։ Անժելայի կյանքի ամենամեծ վախը։ Չհասցնեմ տղայիս ոտքի կանգնեցնել, որ ինքնուրույն կյանք մտնի։ Ինչ ես անելու, երբ Ալիևը մահանա։ Կզանգեմ կշնորհավորեմ Վարուժանին, օրինակ։ Կուզեիք լինել դահիճը պետական դավաճանի։ Ես այնուամենայնիվ իրավական ճանապարհի կողմնակից եմ, բայց խոստանում եմ բոլոր դատերին գնալու եմ նստեմ։ Որն ես ընտրում, ամբողջությամբ կորցնել Արցախից հիշողությունները, թե երբեք չունենալ նոր հիշողություններ Արցախից։ Ոչ։ Որովհետև ես պատրաստվում եմ ունենալ շատ նոր հիշողություններ Արցախից։ Բոլոր պատասխան տվածների տված պատասխաններից որն էր ամենալավ պատասխանը։ Ամեն մեկը մի հատ հավեսարցի պատասխան ունեցել է։ Ադրբեջանի ուսումնասիրությունների ընթացքում ամենածիծաղելի դրվագը։ Բոլոր ծիծաղելի դրվագները իր հետ կապված։ Տղատ ում եք հաշել այդքան սիրուն։ Զիպարած իրա պապանա։ Հայերի ու ադրբեջանցիների հիմնական տարբերությունը։ Հերթով պետք է ասեմ, կթվերացվի դասախոսություն։ Ինչն է ամենադժվարը տղա երեխայի դաստիարակության հարցում։ Չկոտրել։ ԱԱԾ կգնայիր Գոհարի հետ թե առանց։ Միանշանակ Գոհարի հետ։ Անկախ Արցախ թե Հայաստանի Հանրապետության մարզ։ Միասնական, բայց երկու պետությունով։ Вообще լավ կլինի 3-4 հայկական պետություն ավելի շատ լինեն։ Բայց հələ եղածը պահենք, նոր տենց երազենք։